Եվ գիշերվա կեսին Պողոսն ու Շիղան աղոթում էին ու օրհնում Աստծուն։ Կալանավորները նրանց ականջ էին դնում։ Եվ հանկարծակի մեծ ցնցում եղավ, այնպես որ բանտի հիմքերը շարժվեցին և իսկույն բոլոր դռները բացվեցին ու բոլորի կապանքները քանդվեցին։ Երբ բանտապետը արթնացավ և բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել, կարծելով, որ բանտարկյալները փախել են։ Բայց Պողոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի հասցրու, քանի որ բոլորս այստեղ ենք»։ Նա լույս խնդրեց ու ներս խուժեց, և զարհուրած ընկավ Պողոսի և Շիղայի առաջ և նրանց դուրս բերելով ասաց. «Տյարք իմ, ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Եվ նրանք ասացին. «Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվես դու և քո ամբողջ տունը»։ Եվ նրան ու բոլոր նրանց, որ նրա տանն էին, քարոզեցին Տիրոջ խոսքը։ Եվ գիշերվա նույն ժամին տարավ նրանց, վերքերից լվաց, և ինքն ու յուրայինները բոլորն էլ անմիջապես մկրտվեցին, և նրանց բերելով իր տունը, նրանց առաջ սեղան դրեց, և իր ամբողջ տնով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։ Երբ առավոտ եղավ, զորագլուխները պատվիրակ ուղարկեցին ու ասացին. «Արձակիր այդ մարդկանց»։ Եվ բանտապետը Պողոսին տեղեկացրեց այս խոսքերը. «Զորագլուխները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք, ուստի դուրս եկեք և գնացեք խաղաղությամբ»։ Իսկ Պողոսը նրանց ասաց. «Հրապարակավ գանահարեցին մեզ, Հռոմայեցի անմեղ մարդկանցս, և բանտ դրեցին ու հիմա թաքուն են մեզ դուրս հանում. ոչ, այդպես չի լինի, այլ հենց իրենք թող գան և դուրս հանեն մեզ»։ Եվ պատվիրակները այս խոսքերը տեղեկացրին զորագլուխներին, որոնք, երբ լսեցին, թե հռոմայեցիներ են, զարհուրեցին և եկան աղաչեցին նրանց։ Եվ երբ նրանց դուրս հանեցին, խնդրեցին նրանց, որ իրենց քաղաքից գնան։ Եվ նրանք, բանտից դուրս գալով, մտան Լիդիայի մոտ և եղբայրներին տեսնելով, մխիթարեցին նրանց ու մեկնեցին։